ու իր խունտայով այդ ԿՊ կոչվածով նաև իր հետ համագործակցող ընդդիմության հետ փորձում են մոռացության տալ Արցախի հարցը։ Չի ստացվել։ Մենք մեր հարցերից չենք հրաժարվում։ Իսկ թե ինչ է անում ինքը ուժեղ բանակ ունենալու համար, ոչինչ։ Մենք դարերով բանակ չենք ունեցել։ Արգելված է եղել հայ մարդուն զենք կրելը։ Ու մենք հասել ենք մի իրավիճակ, երբ ունենք անկախ պետություն, երբ որ մարդուն հնարավորություն է տրվել գնալ ծառայության, երբ որ մարդուն հնարավորություն է տրվել զենք բռնելու, իր տունը, իր հայրենիքը պաշտպանելու, իր պարտքը տալ, ինքը սա սարքում է ուղղակի աշխատանք։ Հիմա ուղղակի կողք ավելացնում է գործարաններին արտադրության։ Մյուսներն են գործարաններում արտադրվել, ՆԿՈ-ներում դե 30-ներ չեն արտադրվում, չեն կարող արտադրվել ուղղակի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ձեռը առնում կներեք արտադրության համար կայֆավատ է լինում իր կուսակիցների վրա, երբ որ պարտադրում է, որ բոլորը այդ հիմար չելենջն անեն, ասենք սերտիկներ անեն, այդ ընթացքում սկսել է արդեն հայերի նկատմամբ ատելությունը ու արդեն սպանությունները։ Ողջույն սիրելի բարեկամներ, ես Դավիթ Ղազարյանն եմ։ Մարտական եղբայրության քաղաքական թևի ներկայացուցիչ Մասիս Շիրանի հետ հերթական անգամ կքննարկենք այս շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները։ Բարև ձեզ։ Օրերս Արցախից արտաքսվեցին վերջին 11 քաղաքացիները կամ վերջիններից, եւ Արսեն Թորոսյանը այս արտաքսման process-ը նկարում է որպես տեղափոխություն Հայաստան։ Իրականում այս մարդիկ տեղափոխման ընթացքում տեղյակ չեն եղել, թե իրենց ուր են տանում։ Կարծես թե էթնիկ զտման ճանապարհին ադրբեջանցիները չեն հանդիպում հայ քաղաքական գործիչների դիմադրությանը։ Արսեն Թորոսյանը միգուցե քաղաքական փորձառության պակասից է այս տեղափոխություն անվանում Հայաստան տեղափոխվել, թե այլ նպատակներ ունի։ Նա սկսենք Արսեն Թորոսյանի այդ ասածները մեկնաբանել, որտեղ Արսեն Թորոսյանը փորձում է օրվա քաղաքական կուրսի տրամաբանության մեջ մեկնաբանություն տալ, այսինքն որ դա չդիտվի որպես էթնիկ զտում ու դա դիտվի արդեն որպես տեղափոխություն, չգիտեմ, այլ բաներ։ Իմիջիայլոց այս տեղափոխությունների հետ կապված էլ ասեմ, որ տեղափոխություն են անվանում, որոշ դեպքերում իրականում ընդդիմադիրներից շատերն ասում են նաև ցեղասպանություն, որոնք որ իրական փաստերը նույնպես խեղաթյուրում են։ Այսինքն իրենք ադրբեջանցիներին հնարավորություն են տալիս, որպեսզի միջազգային հարթակներում օրինակ ադրբեջանցիներն ասեն, որ մենք ցեղասպանություն չենք իրականացրել կամ պատերազմի ժամանակ մենք քաղաքացիական բնակչության չենք կպել ու հայկական կողմի փաստերը դառնում են ավելի խոցելի։ Սա երկու ստեյք է, այսինքն մենք լսել ենք, չէ՞ որ մեր ընդդիմությունը կանգնել ասել է, որ ցեղասպանությունն է տեղի ունեցել Արցախում, այնինչ իրականում իրերը պետք է կոչել իրենց անուններով, որպեսզի քո փաստերը, քո հիմնավորումները ավելի ամուր լինեն ու կարողանաս դու հակադարձել նաև միջազգային հարթակներում, որովհետև Արցախում տեղի ունեցել էթնիկ զտում, այսինքն մարդիկ, ովքեր որ սեփականության իրավունք են ունեցել, ժառանգականություն է եղել, այսինքն անընդհատ հայ բնակչություն է ապրել, այդ մարդկանց բռնի ուժով տեղահանել։ Այս պահին էլ որոշները մնացել էին, չնայած ես չեմ ողջունում իրենց մնալ այդ պահին, այսինքն համակեցության մեջ մտնել ադրբեջանցիների հետ, ու դա այնքան փոքր թիվ է, որ ոչինչ չել նշանակում։ Հիմնական խնդիրը այնա, որ մի հոգի կմնա կամ 10 հոգի կմնա, դա արդեն ոչինչ հարց չի լուծում, որովհետև ոչինչ չի նշանակում ուղղակի, քանի որ կարիք կա Ադրբեջանի ղեկավարության այդ գործողությունները արդարացնելու, հայկական կողմը դա ամեն ինչ անում է, որպեսզի արդարացնի թե ընդդիմության, թե իշխանության ձեռքերով։ Ընդդիմությունը իրերը փորձում է այլ կերպ ներկայացնել, փորձում է ավելի ճոխ գույնի տակ ներկայացնել ու իրավունք է տալիս, օրինակ 1915 թվականի ցեղասպանությունը կասկածի տակ դնել, իրենք կարող են նաև հակադարձել, ասել 21-րդ դարն ամեն ինչ նկարահանված է, տեսել են, փաստեր կան ու ցեղասպանության դրվագներ չկան, օրինակ Արցախում։ Դուք կարող եք 1915 թվականին նույն ձև ներկայացնում, խեղաթյուրում եք փաստեր, այսինքն մեր դիրքերը բոլոր ֆրոնտներում խոցելի են դարձնում ընդդիմության ներկայացուցիչները, իսկ իշխանության ներկայացուցիչները հակառակը փորձում են ամեն ինչ ավելի մեղմ ձևին ներկայացնել, իսկ իրականությունը դրանց մեջտեղում է գտնում։ Տեղի ունեցել էթնիկ զտում, այսինքն հայ բնակիչներին իրենց տներից հանել են ու բռնի ուժով տեղահանել են իրենց տներից, հանել են ու արգել են Հայաստան։ Վարչապետ Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղյան հարցը այլևս պետք է չշարունակվի եւ իր քաղաքական գծի նպատակն է այս հանգամանքը եւ ասում է, որ եթե հանրությունը համաձայն չէ իր տեսակետին, ապա իրենից խորհուրդ հանրությանը թող դուրս գան եւ հեղափոխություն անեն։ Ինչու են այսքան վստահ, որ հանրությունը այս հարցում իր հետ համակարծիք է։ Վարչապետ Փաշինյանը չի որոշողը, առհասարակ Արցախի հարց կա, թե Արցախի հարց չկա։ Պետք է հիշենք, որ 88 թվականից սկսած ձևավորվել է
Արցախյան շարժումը, Ղարաբաղյան շարժումն է ձևավորվել ու հայ ժողովուրդը, ամբողջ հայ ժողովուրդը դուրս է եկել միահամուռ պայքարել է հանուն Արցախի անկախության։ Սա փաստ է, սա ժողովրդական շարժում է։ Ու մենք դրանից հետո չունենք այլ շարժում, որը դուրս կգար, կասեր մենք մերժում ենք Արցախյան շարժումը, մենք հրաժարվում ենք Արցախից, չի եղել նման բան։ Հակառակը 88 թվականից հետո մենք մտել ենք երկարատև պատերազմի մեջ։ Մինչև 94 թվականը եղել է ակտիվ մարտական գործողություններ, 94-ից մինչև 16 թվականը պերմանենտ պատերազմական վիճակ է եղել, այսինքն մշտական կրակոցներ, խրամատային վիճակ, բայց պատերազմական իրավիճակում են գտնվել։ Ու հայ ժողովուրդը դրա դեմ չի եմբոստացել։ Հայ ժողովուրդը հակառակը գնացել, պաշտպանել է, թե սպաների տեսքով, թե զինվորների տեսքով։ Մենք այնտեղ ծառայություն ենք իրականացրել, մենք համարել ենք, որ դա մեր հայրենիքն է ու համարում ենք, որ դա մեր հայրենիքն է, գնացել ենք հայրենիքի պաշտպանությանն ենք մասնակցել։ 16 թվականին Ադրբեջանը նախահարցակ գործողություններ է իրականացրել, հետո 20 թվականին իրականացրել։ Մենք գնացել ենք պաշտպանել ամբողջ հայ ժողովուրդը, ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում։ Հայ ժողովուրդը ցույց է տվել, թե ինքը ինչպիսի դիրքորոշում ունի Արցախի հետ կապված։ Այսինքն հայ ժողովուրդը ամբողջ աշխարհում թե կամավորության տեսքով, թե դրամական օգնության, թե տեխնիկական միջոցների, թե նյութապահովման այլ տեսակներով, բժշկական սարքավորումներով, բժիշկ մասնագետներով, չգիտեմ, դեղորայքով, ամեն ինչով, ամեն մեկը իր լուման ներդրել է, որպեսզի պահենք Արցախը հայկական։ Այսինքն այլ կերպ չի լինում։ Չի եղել, չէ, հայկական ինչ-որ մի հատ խմբավորում մեր իրականության մեջ, որ չմասնակցել ես ամեն ինչում դեմ հանդես գար։ Հիմա Փաշինյանը ինքը մենակով ու իր խունտայով այդ ԿՊ կոչվածով, նաև իր հետ համագործակցող ընդդիմության հետ փորձում են մոռացության տալ Արցախի հարցը։ Չի ստացվելու։ Մենք մեր հարցերից չենք հրաժարվում։ Վարչապետ Փաշինյանը բանակի օրվա արդիվ իր հղման մեջ ասում է, որ ուժեղ բանակ չունեցող երկիրը գայթակղի չէ ագրեսիայի համար։ Գործող իշխանությունները ինչ են անում այս դրությունը շտկելու համար եւ արդյոք մենք գայթակղիչ չենք տվյալ պահին ագրեսիայի համար։ Երանկյանը ունի 3 անկյուն։ Ինքը նման մի հատ արտահայտություն է արել, որը պարզ տրամաբանության մեջ է։ Աշխարհը ուժային աշխարհ է, պետությունները միմյանց հետ հարաբերվում են ուժի տեսանկյունից, փոխզսպվածության մեխանիզմներով, հա, այսինքն մեկը մյուսի վրա չեն հարձակվում, որովհետեւ հասկանում են հարձակումը լավ բանի չի բերի, ինքը աքսիոմատիկ ինչ-որ մեկ բան է ասել։ Իսկ թե ինչ է անում ինքը ուժեղ բանակ ունենալու համար, ոչինչ։ Ինքը ոչ միայն ինստիտուտները չի կառուցում, այլ հակառակը փորձում է ամեն ինչ բարոյա զրկել։ Ինքը գնահատանքի ինստիտուտ չունի։ Մեր պետությունը 91 թվականից սկսած գնահատանքի ինստիտուտ չի ունեցել, այսօր առավել եւս փորձում են մոռացության տալ։ Իրենք օրինակ հունվարի 27-ը հռչակում են սքոր, տրամաբանության մեջ դա չի տեղավորվում, որովհետեւ ասենք տոնից առաջ սուկ նշել չկա տենց բան։ Սա հիվանդ տրամաբանություն ունեցող մարդիկ կարող են կամ միտումնավոր վատ բան անողները, այսինքն իրենք ցանկանում են բանակի օրվանից առաջ հիշեցնել, որ բանակը ասոցացվում է զոհերի հետ։ Դրա համար ծառայության ժամկետ են կրճատում։ Դրա համար փորձում են բանակը սարքել ոչ թե ծառայության տեղ, այլ աշխատանքի տեղ, որովհետև էդ էլ է։ Առաջի այսպես կարող է թվալ ոչինչ չի նշանակում, բայց մի բան է, երբ որ դու տանում ես ծառայություն, կատարում ես քո պարտքը հայրենիքի առաջ, մեկ այլ բան է, երբ որ դու աշխատանքի ես գնում, այսինքն կարող ես չգնալ էլ։ Ու փորձում ես սա գումարով մարդկանց շեղել, այսինքն թմրեցնում է։ Ու ասում են այն ժամանակ էս չկար, այն չկար, դժվար է։ Չէ, դժվար չէ։ Դժվարության պայմաններում մեր բանակը հաղթանակներ է տարել։ Մեր բանակը տարածքներ ազատագրել։ 1000 տարի հետո հայկական բանակը սկսել է տարածքներ ազատագրել։ Մենք դարերով բանակ չենք ունեցել։ Արգելված է եղել հայ մարդուն զենք կրելը։ Ու մենք հասել ենք մի իրավիճակ, երբ ունենք անկախ պետություն, երբ որ մարդուն հնարավորություն է տրվել գնալ ծառայության, երբ որ մարդուն հնարավորություն է տրվել զենք բռնելու, իր տունը, իր հայրենիքը պաշտպանելու, իր պարտքը տալ, ինքը սա սարքում է ուղղակի աշխատանք։ Օրերս արված մեկ այլ հայտարարության մեջ նա ասում էր, որ մեր պետության հայեցակարգը պետք է լինի փոխկապակցված տարածաշրջանային պետությունների հետ փոխկապակցված տնտեսությունների միջոցով պաշտպանություն ստեղծելը։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հարևան պետությունների հետ, մասնավորապես Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առևտրային հարաբերություններում հիմնականում ներմուծող է։ Արդյոք սա նպաստում է, որ մենք փոխկախյալ
տնտեսություններ ունենանք եւ ինչ անում այս իշխանությունները, որպեսզի այս դրությունը փոքրինչ շտկվի։ Իրենք հիմա են իրականում նենգափոխված բարերով, արտահայտություններով ժողովրդի առաջ հանդես գալիս։ Իրենք պետք է հիմա հանդես գան, ասեն հարգելի հայրենակիցներ, քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագիրը հետևյալն է. գնում ենք Թուրքիա եւ Ադրբեջանի հետ ինտեգրացման ճանապարհով։ Համաձայն եք դուք էլ գնալ այդ ճանապարհով, պատրաստ եք դուք էլ թուրքերի եւ ադրբեջանցիների հետ համատեղ մեկ բլոկի մեջ լինել, ունենալ մեկ ընդհանուր էներգետիկ համակարգ, ունենալ մեկ ընդհանուր տնտեսական համակարգ, հետագայում ինչու՞ չէ նաեւ ունենալ մեկ ընդհանուր բանակ։ Պատրաստ եք ձեր երկրում, ձեր հարևանությամբ տեսնել թուրքերին, ադրբեջանցիներին, պատրաստ եք, ցանկանում եք դուք ձեր դիմացի օրինակ հարևանը լինի թուրք կամ ադրբեջանցի։ Ուզում եք դա տեսնել։ Եթե ուզում եք, գնացեք ընտրեք քաղաքացիական պայմանագրին։ Իրենք այսպես պետք է հանդես գան, որովհետև կիսատ պրատ տարածաշրջանային, չգիտեմ, ընդհանուր կոմունիկացիաներ, լղոզված արտահայտություններ են սրանք։ Այդ ամեն ինչը վերաբերում է ուղիղ Ադրբեջանի եւ Թուրքիային, ու առավելապես վերաբերվում է սա Ադրբեջանին։ Իրենք ցանկանում են մեկ ընդհանուր էներգետիկ համակարգ, հետագայում նաեւ միգուցե դաշնակցային հարաբերություններ, իսկ իրական ոչ թե դաշնակցային, այլ վասալային հարաբերություններ։ Ադրբեջանը պետք է մեզ գերիշխող պետություն լինի, ինքն է որոշելու թե մենք ինչ օրենքներ ընդունենք, ինչ օրենքներ չընդունենք, ինչպիսի հարկային համակարգ ներդնենք, ինչպիսի ռազմական համակարգ ունենանք, ինչպիսի բանակ ունենանք, ինչքանի զենք ունենանք կամ չունենանք, այնպես ինչպես արեցին օրինակ Արցախում ուլտիմատումներով մեզ ստիպեցին, որ Արցախից հանենք ծանր զրահատեխնիկան, չգիտեմ, զենք զինամթերքը թողնենք միայն ոստիկանության համար, ու դա պատճառաբանեցին, չէ՞, 23 թվականին, որ նախահարցագործողություն իրականացրեցին իբր հակահաբեկչական գործողություններ։ Հետագայում սա սպառնում է նաև Հայաստանի Հանրապետությանը։ Ու քաղաքացիական պայմանագիրը պետք է սրա մասին ուժիղ կանգնի խոսել։ Եթե իրենք չխոսեն, մենք ենք ասելու, որ քաղաքացիական պայմանագիր ընտրելով դուք ընտրում եք Հայաստանի ադրբեջանացումը, Հայաստանի թուրքացումը։ Մենք սրա հակառակն ենք առաջարկում, ասում ենք, պետք է այս համակարգից դուրս գալ։ Պետք չի ինտեգրվել, չնայած որոշ չափով հիմա իրենք փորձում են սլակներն այդ ուղղությամբ տանել, բայց պետք է սրանից հրաժարվել։ Ու հակառակն էլ, ասենք, ընդդիմադիր խաղացողները, չէ՞, այս պայն դաշտում խոշոր ընդդիմադիր խաղացողները, իրենք էլ են նույն տրամաբանության մեջ են, ուղղակի ավելի շատ խաղացողներ են ցանկանում ներգրավել։ Օրինակ, այս պայն հայտ ներկայացած ամենագլխավոր ընդդիմադիր ուժը փորձում է ասել, որ այո, թռիպը օրինակ շատ լավ պրոյեկտ է, ուղղակի պետք է այդտեղ բերել մեկ այլ գերտերություն, օրինակ Չինաստանին կամ Ռուսաստանին։ Մենք իրենց այդ ակնարկները հասկանում ենք, որ պետությունների մասն է։ Մարտական եղբայրություն միաբանություն, սրա հակառակն է ասում, որ պետք չի գնալ այդ ուղով, որովհետև մինչև այդ ուղուն հասնելը նախ ճանապարհները այլ ճանապարհներ կան, բայց մինչև այդ լիքը չլուծված հարցեր կան։ Ճանապարհները ապա շրջափակվում են, երբ որ բոլոր հարցերը լուծված են լինում։ Արդյոք պետությունը չպետք է պատրաստվի սահմանների բացման, սահմանների այսպիսի հախուռն բացումը արդյոք մեր տնտեսվարողներին չի հարվածի, որովհետև մրցակցությանը կարող են չդիմանալ ավելի մեծ շուկաների հետ հարաբերություններում։ Ում հետ սահմանների բացմանը։ Ասենք Ադրբեջանի հետ կլինի, Թուրքիայի հետ կլինի, նախապատրաստական ասել պետք է առանձնացնել։ Ադրբեջանի հետ մի բան է, Թուրքիայի հետ այլ բան։ Մենք հիշում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը 2008 թվականից սկսած փորձել է բանակցություններ վարել Թուրքիայի հետ սահմանների բացման հարցով։ Հիմնական հարցը եղել է հետևյալը, որ թող Հայաստանը հրաժարվի, չգիտեմ, օրինակ այդ 5 շրջաններից ու սահմանները կբացենք։ Սկզբից առանց նախապայմաններ, թուրքական կողմը սկսեց նախապայմաններ թելադրել, փորձեցին ինչ-որ էներգետիկ համակարգի հետ կապված որոշակի լուծումներ տալ, օրինակ Գյումրիում կառուցվեց Կարս 1, Կարս 2 ենթակայանները, որոնք որ բարձրավտ էլեկտրաէներգիան պետք է տեղափոխեն Թուրքիա կամ հակառակը ըստ իրավիճակի, որ ավելցուկ լիներ ու կամ մյուս տեղ պակասորդ լիներ, բայց սրա մասին չի խոսքը։ Առհասարակ մեր պետությունը փորձել է պատրաստվել։ Հիշեցնեմ, որ հայ-թուրքական սահմանը փակվել է 93 թվականին, այսինքն 91-ից 93 թվականի այդ սահմանը եղել է բաց, երբ որ Հայաստանը անկախացել է։ Փակվել է, երբ որ հայկական զինված ուժերը վերցրել են Խարվաճարը։ Ու հետո թուրքերը միշտ ասել են, որ Ադրբեջանի հետ Արցախի հարցը կարգավորեք, մենք սահմանները կբացենք։ Հիմա Հայաստանի ներկայիս իշխանությունները ճանաչել են ամբողջ Արցախը, ոչ թե հարցն է կարգավորել, այլ ամբողջ Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում։ Ինչի է սպահին, օրինակ թուրքական կողմից սահմանները չի բացվում, որովհետև թուրքերն ասում են, որ Ադրբեջանի պետք է մյուս հարցերն էլ կարգավորեք։ Իրենք այս հարցն են բանում, Ադրբեջանի հետ կարգավորեք ձեր բոլոր հարցերը, իսկ Ադրբեջանի հարցերը անվերջ են։ Այսինքն, եթե նույնիսկ
հայ-ադրբեջանական սահմանը բացվի, թուրքերն ասում են հարցերը դեռ ամբողջությամբ կարգավորված չեն, դեռ 300,000 ադրբեջանցիներ պետք է գան, դեռ օրինակ ադրբեջանական կամ թուրքական զինված ուժերը պետք է գան, որպեսզի ապահովեն այդ 300,000-ի անվտանգությունը, ու ասենք 250,000 եթե գան էլ, էլի չեն բացելու, ասում են 300,000 թիվը մինչև չհասնի։ Դուք կարգավորեք ձեր հարցերը, հետո ասում են այս զիջեք, այն զիջեք, չգիտեմ, Սևանի արևելյան ափը տվեք, Սյունիքի այս հատվածը տվեք, Խանքերը տվեք, չգիտեմ, ռազմատուգանքը պետք է վճարեք։ Նման հարցեր են առաջ քաշելու, այս հարցերն անվերջ են, որpիսի մենք չընկնենք այս իրավիճակում ու անընդհատ այդ չարի վերջի պատմության նման անընդհատ մի հատ ձագ տանք աղվեսին, պետք է ուղղակի դիմադրություն ցույց տալ, ասել որ չէ, մի անգամ չէ պետք է ասել, երկրորդ անգամ եթե իրենք ցանկանան ինչ-որ ուժային գործողություն կատարել, ինչ-որ մի բան ստանալու համար, պետք է պատրաստ լինել դիմադրություն ցույց տալ, որովհետև ցույց տալ, որ մենք գործարանային արտադրության D30-ներ ունենք, դա չի նշանակում, որ մենք այս պահի պատրաստ զինված ուժեր ունենք, որովհետև զինված ուժերի պատրաստվածությունը առաջին հերթին գալիս է քաղաքական կամքից։ Զինված ուժերը ուղղակի գործողություն կատարողներ են, քաղաքական կամք եթե չկա, ոչինչ տեղի չունենալու։ Պատերազմից առաջ էլ Su-30 SM էինք ստացել գործարանային արտադրության։ Ու այնպես ասում իբր մնացածներ այդպես նկուղներում արտադրված են։ Այսինքն այդ մեկը գործարանային է, մյուսներն էլ մյուս D30-ները կամ այդ որտեղ են D30-ների։ Ասում են մերոնք ավելի մեր գնացներն ավելի որակյալ են, ասում հələ մեր առածին նայեք, ձեր առածին նայեք։ Մարդը եթե նման բան է ասում, պետք է ասի, որտեղ են D30-ներն ունեք թերացել։ Իրենց խնդիրը չեն կատարել, ինչի պատճառով չեն կատարել, ասենք նկուղներում է հավաքած եղել, դրա համար այդ խնդիրը չի կատարել, թե օրինակ ճիշտ ժամանակին չի զեկուցվել, որ պետք է օրինակ հրետանին բացազատվի, տեղը փոխի կամ նման ինչ-որ մի բան։ Իմիջիայլոց մեզ լսողներն ասեն, որ մյուս D30-ներն են գործարանային արտադրության, դա ինչ-որ նոր բան չեն արել։ Նույն D30-ներից առել են, հիմա ուղղակի կողք ավելացնում են գործարանային արտադրության։ Մյուսներն են գործարաններում արտադրվել, նկուղներում D30-ներ չեն արտադրվում, չեն կարող արտադրվել ուղղակի։ ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ Արարատ Միրզոյանն ասում է, որ Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու ներքին գործերին խառնվելը իրականում բամբասանքներ եւ չկա նման բան։ Կաթողիկոսի հերացումը պահանջելը արդյոք եկեղեցի ներքին գործերին խառնվելու հանգամանք չէ։ Ոչ միայն Արարատ Միրզոյանի միջավայրից այդ ԵԽԽՎ-ում պատվիրակություն է եղել, ընդդիմադիր ուժերից էլ են ներկաներ եղել, որոնք որ ոչ մի կերպ չեն անդրադարձել Հայաստանի ներքին հարցերին, հակառակը իշխանությունը ինչ ասել է, կարելի ասել դրա տակ ստորագրել են միայն Տիգրան Հայկ Մամիջանյաններ ինչ որ հայտարարություններ անում, իմիջիայլոց էդ էլի ոչ ամբողջական կերպով էր։ Իրենք կարծես թե ասում են, որ ամեն ինչ նորմալ է, բովանդակային հակադարձություններ չկան։ Հիմա փաստ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Փաստ, որ հերթականությամբ է տեղում եկեղեցու գործերին խառնվել, այսինքն եղել է Ադրբեջանի կողմից պահանջ, հաջորդ պահից սկսած Հայաստանի իշխանությունները հետևողականորեն խառնվել են եկեղեցու ներքին գործերին։ Իրենց գործողությունները հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, բարձրագույն օրենքին, որովհետև սահմանադրությամբ ֆիքսված է, որ հայ առաքելական եկեղեցին ունի հատուկ դեր ու ինքը անկախ մարմին է։ Հիմա մեր իշխանությունները փորձում են իրենք փոփոխություններ իրականացնել։ Ադմինիստրատիվ լծակը օգտագործում են, ուժայիններին օգտագործում, երբ որ Փաշինյանն ասում է ես որպես քաղաքացի հավատացյալ չգիտեմ ինչ, ինքը ստում է։ Քաղաքացին չի գնում զորքով, չի գնում զինված մարդկանցով, չի գնում պաշտոնյաներով, քաղաքացին իր համար գնում է իր պատարագին մասնակցելու, ոչ թե պարտադրում է, որ ում անունը տան, ում անունը չտան։ Սա ուղիղ միջամտություն է, բռնապետական մեթոդներ են։ Բայց ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանն ասում է, որ Հայաստանում ժողովրդավարությունը արդեն հաստատված է եւ դրա զարգացումը այլևս անշրջելի process է։ Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանին մեղսագրվող խոսակցությունները, արտահայտությունները հենց իրենց կողմից հերքվել են։ Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ է։ Կան այլ քաղբանտարկյալներ եւս։ Մենք հիշում ենք, որ օրինակ քաղբանտարկյալներից Արմեն Գրիգորյանը օրինակ դատարանի դահլիճում մահացավ։ Սրա համար պատասխանատվություն չկա։ Ու կան այլ քաղբանտարկյալներ եւս։ Կան բազմաթիվ անգամներ, երբ որ մարդիկ ձերբակալվում են, կալանավորվում են, կարճ ժամանակ հետո ասում են դե բան չբացահայտեցինք։ Մեզ էլ են բազմաթիվ անգամներ օրինակ եկել են ապօրինի զենքզինամթերքի կասկածանքով տարել են ու ոչինչ չեն գտել։ Ոչ մի ապօրինի բան չեն գտել, բայց դա եղել է այն ժամանակ, երբ որ մենք օրինակ ինչ որ քաղաքական բնույթի գործ ենք արել ու իրենց դա դուր չի եկել։
Ու իրենք հիշում են այդ ամեն ինչը, երբ որ իրենց խանգարող հանգամանքներ կան։ Սա այսինքն հակասում է ժողովրդավարությանը։ Իրենց ներսում է հակասում նաև այդ իրենց մեթոդները, իրենց կուսակիցների նկատմամբ ինչ որ կիրառում են, դա էլ է ժողովրդավարությանը հակասում։ Իրենց մոտ իմպերատիվ մի մարդ ասում է, մյուսները ծափահարում են։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ձեռը առնում կնել է կարտադուսած համար կայֆավատ է լինում իր կուսակիցների վրա, երբ որ պարտադրում է, որ բոլորը այդ հիմար չելենջն անեն, ասենք սրտիկներ անեն, ուղարկեն, ուղղակի ձեռառնոցի է։ Ու համ ստիպում է, համ էլ դրանց շատերին իրականում իրենց լեզվով ասած զեղչում են։ Բայց կարող է մարդիկ իրենց կուսակցություններում նույնիսկ չեն ներառում, ասենք զեղչել են այդ մարդկանց, իրենց թիմակիցներին։ Ու ձեզ բոլորիդ է Նիկոլ Փաշինյանը զեղչելու։ Ինքը նոր անողնաշարներ է ճարել, որոնք որ հաջորդ թիվ են զեղչվելու։ Բայց այս բան դուք արդեն զեղչված եք։ Ու դուք շարունակում եք պաշտպանել մի մարդու, որը որ ոչ միայն երկիրն է ոչնչացնելու, այլ նաև ձեզ է ոչնչացնելու։ Ու դուք տեսել եք ձեր շրջապատում բազմաթիվ մարդկանց, ում որով ինքը անցել է։ Սրա միակ տարբերակը իրենից հրաժարվելն է, չմասնակցել իր ձեռնարկած process-ներին։ Ես գիտեմ, որ ԿՊ բազմաթիվ մարդիկ են մեզ նայում են, ու իրենց խորհուրդ կտամ հրաժարվեք։ Միշտ հնարավորություն կա ապաշխարելու, միշտ հնարավորություն կա հետ կանգնեք։ Մի մտեք միջև վերջ, մի ոչնչացեք, չգիտեմ, մի կործանվեք։ Ինքը ձեզ վերջում կտանի կդատի էլ, կնստացնի էլ իր կաշին փրկելու համար կամ կհանձնի միգուցե ադրբեջանցիներին, ինչպես հանձնեց իր օրինակ սրտի Արցախի նախագահին։ Մենք հիշում ենք, չէ՞, ընտրությունների ժամանակ որ Արայիկ Հարությունյանը եկել էր առաջի շնորհավորողներից էր ԿՊ ընտրություններ 2021 թվականին, Արցախի այդ ժամանակվա նախագահան ողջավորված եկել է շնորհավորելու քաղաքացիական պայմանագրի հաղթանակի կապակցությամբ։ Արցախը կորցրած, Արցախի մեծ մասը կորցրած ուժին Արցախի նախագահը եկել է շնորհավորելու։ Ինչ արեց Նիկոլ Փաշինյանը? Արայիկ Հարությունյանին հանձնեց Ադրբեջանին։ Դուք Արայիկից ավելի լավը չեք։ Ինքը հանձնելու է բոլորիդ։ Միքայել arczepiskopos Աճապանյանին թույլ չեն տվել հիվանդանոցում տեղի ունեցած պատարագի ընթացքում ստանալ սուրբ հաղորդություն։ Հիշեցնեմ, որ Միքայել Աճապանյանը հանրության աչքերում ունի քաղաքաբանտարկյալի կարգավիճակ, նա առողջական ծանր դրության մեջ է եւ ստանում է հետվիրատական օգնություն։ Մարտական եղբայրության դիրքորոշումն է, որ Միքայել Սրբազանը քաղաքաբանտարկյալ է իր արած հայտարարության համար, այն հայտարարության, որը որ հանրության մեծ մասն է այդ հայտարարություններն անում։ Նույնիսկ այսօրվա իրենց, չգիտեմ, օրինակ Պաշտպանության նախարարության կազմում գտնվող բազմաթիվ սպաներ, օրինակ ստորագրել են ռազմական հեղաշրջման համար, որ իրենք պատրաստ են։ Հետո զինվորականները չնայած արդեն Նիկոլ Փաշինյանը տեսնելուց ոտքի են կանգնում, բայց կար երկրում իրավիճակ, որ բոլորի մտքով դա անցնում էր։ Բոլորը խոսում են։ Ներեցեք եւ այս մասին հիշեցնենք, որ այս մասին նրանք հիշել էին 1 տարի անց։ Երբ որ սկսեց Միքայել Սրբազանը իրենց խանգարել։ Ու իմիջիայլոց Միքայել Սրբազանը երկու կողմերին էր քննադատում, ասենք, ոչ միայն ԿՊ-ին էր քննադատում, այլ նաև նախկին նախագահներին էր քննադատում, ու շատ խիստ։ Ինքն ասում էր, թող դրանք էլ դուրս գան առհասարակ քաղաքական դաշտից, որպեսզի այսօրվա իշխանությունը կարողանան հաղթել։ Բայց Միքայել Սրբազանի նկատմամբ հաշվեհարդար է, փոքրոքի հաշվեհարդար է, այսինքն փոքրոքություն են դրսևորում ու փորձում են ցույց տալ, որ մենք ամեն ինչ կարող ենք անել, մենք նույնիսկ քեզ կարող ենք զրկել հաղորդություն ստանալուց։ Դա այն բանն է, որ ցանկացած չեմ կալանավայրում մարդկանց հնարավորություն է տրվում, բոլոր կալանավայրերում մարդկանց հնարավորություն է տրվում գնալ աղոթելու, գնալ հաղորդություն ստանալու։ Այդ մինիմալ բաներն է, հա, մարդուն ազատազրկել եք։ Բայց ազատազրկելը չի նշանակում մնացած իրավունքներից զրկել։ Այսինքն դուք կարող եք զրկել մարդուն ազատությունից, բայց մարդուն օրինակ իր հավատքից զրկել կամ ավելի վատ բաներ անել, ասենք, չնայած խոշտանգումների դեպքեր են եղել, չէ, բազմաթիվ անգամներ նույն Արմեն Գրիգորյանը մենք չգիտենք ինչ եղավ, որ ինքը մահացավ, որ չի էլ բացահայտվել, որովհետև հաջորդ իշխանությունը կարող է դա բացահայտել։ Իրենք նախկինում օրինակ հաց բերողի հարցն էին անդադ բարձրաձայնում, Արմեն Գրիգորյանը դրանից տարբերվող իրավիճակ չի եղել։ Սա դեմոկրատիային հակասող բաներ են, այսինքն երբ որ Միրզոյանը հայտարարում է, Եվրոպան վեր են տեսնում, ուղղակի չգիտեմ Եվրոպայում ինչ են հիմա լուր մնում, միգուցե իրենց հարցերն ավելի շատ են, իրենց ներսում իրենք ավելի շատ կարևոր հարցեր ունեն կարգավորելու։ Ամենակարևորը ինչու է մեր իրավապաշտպանները լռում։ Մեր իրավապաշտպանները լռում են, որովհետև մեր մոտ այդ իրավապաշտպան կազմակերպություններն աշխատել են
հանուն այսօրվա ստեղծված իրավիճակի, այսինքն մեկ կոչակով աշխատող իրավապաշտպան կազմակերպություններ են, իսկ իրապես իրավապաշտպան կազմակերպությունները մենք կարելի է ասել չունենք, թող ոչ մեկ իր գլուխը չգովա, չբարձրանա, որովհետև եթե ունենայինք, մենք կտեսնենք իրենց հայտարարությունները, որոշակի իրավապաշտպաններ կան, ովքեր որ այս կամ այն կուսակցության համար աշխատում են ու ըստ այդ կուսակցության նպատակահարմարությունից հայտարարություններ են տարածում, բայց բացի դրանից, այսինքն իրենք կարող են իրենց սիրելի ինչ-որ մեկի համար հայտարարություն տարածել, բայց նման իրավիճակի դեպքում այլ մեկի համար լռել։ Մենք դա ենք տեսել։ Ու հենց մեր վրա ենք տեսել, այսինքն երբ որ մեզ են ձերբակալում, բազմաթիվ այդ իրավապաշտպաններ, ովքեր իրենք ցույց են տալիս իբր թե իրենք արդար իրավապաշտպաններ են, լռել են, կարծես թե նման դեպք եղել չունեցել։ Մի օրվա մեջ 50 մարդ են ձերբակալել, ու այդ ամբողջ լրատվական դաշտը լռեց, ամբողջ այդ իրավապաշտպան դաշտը, նույնիսկ ընդդիմադիր իրավապաշտպաններ, որոնք որ ինչ-որ բան ցույց տալի իբր թե անում են, իրենք էլ լռեցին։ Դրա համար ես կասկածում եմ, չկա Հայաստանում նման դաշտ, անհատ իրավապաշտպաններ կան։ Դաշտ որպես այդպեսին գոյություն չունի։ Մենք տեսնում ենք, որ ներքին քաղաքական ճնշումները, ուրեմն Տիգրան Աբրահամյանը գնացել էր Բագրատ Սիրփազանին ու Նարեկ Սամսոնյանին այցելել էր, Երկիր մեդիան իր Տելեգրամի ալիքով դրել էր այդ իրեքի նկարը, զանգի ասել էին, բանի Նարեկին հանել էին, մնացել էր, գնացել այս երկուսին այցելել է վերնագրում ու նկարում մենակ Տիգրան Աբրահամյանն ու Բագրատ Սիրփազանը։ Չէ, բայց օրինակ Նարեկինն էլ իրականում ինչ ա դեղել հենց երբ որ Նարեկի մոտ հյուր էր հենց Շանթ Հարությունյան ու տենց Շանթի արածը որպես խուլիգանություն ասեցին ու տենց կոնֆլիկտ առաջացավ, հիմա այդ նույն հոդվածով ասենք բումերանգի օրենքն է, նույն հոդվածով են իրան նստած են, հա։ Ու Շանթել է ժամանակն չէր որ պաշտպանում էր մենակ ինքն իրան, Շանթը պաշտպանում էր իր նստած մնացած տղեկին էլ էր պաշտպանում, այդ բոլորի անունից էր խոսում։ Դե մի հացադուլը չի օգնում։ Լավ։ Մենք տեսնում ենք, որ ներքին քաղաքական կյանքում ճնշումները ահագնանում են անդիմադիր գործիչների նկատմամբ եւ միաժամանակ միջազգային կազմակերպությունները լուր են։ Ինչ պետք է հանրությունը անի, ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի այս փակ շրջափուլից մենք դուրս գանք։ Հանրությունը պետք է մոբիլիզացվի ինչ որ քաղաքական ուժերի կողք, օրինակ մենք մարտական եղբայրություն միաբանությունը ստեղծում է ազգային հեղափոխություն կուսակցություն ու հիմնական մեր ասածն է որ մի հանձնվիր ու միացիր, մի հանձնվիր, եթե դու ես պայքարող, եթե դու հանձնվող չես, եթե դու չես ցանկանում որ Հայաստանը մտնի ադրբեջանական ուղեծրի մեջ, պետք է միանալ մարտական եղբայրություն միաբանության կողմից ստեղծվող ազգային հեղափոխություն կուսակցությանը ու ասեմ որ սա հերթական կուսակցությունը չի, մենք իրականում ամեն ինչ ունենք, մենք ունենք քաղաքական թիմ, արդեն 5 տարի է գործում այդ քաղաքական թիմը, ամեն օրյա աշխատանք է իրականացնում, մշակել է գաղափարախոսություն, մշակել է ծրագրեր, կարճաժամկետ, երկարաժամկետ, ամեն ինչ ունենք, մարդիկ էլ ունենք, այսինքն այն բավարար թիվը, որը որ կարող է քաղաքական հարցեր կարգավորել, այդ թիվն էլ կա, բայց քանի որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները կուսակցությունների մասին օրենք են փոխել ու պահանջ են դրել, որ սրանից հետո կուսակցությունները պետք է ունենան հիմնադիր 300 եւ ավել անդամներ, մենք այդ 300-ը այս պահին չունենք։ Դրա համար խնդրում ենք ձեր աջակցությունը եկեք, մասնակցեք, գրանցվեք այդ կուսակցությանը, դարձեք չհանձնվողներից մեկը, որովհետեւ եթե հնարավորություն լիներ օրինակ մասնակցել միաբանության ֆորմատով, ինչպես նախկինում եղել է իրականում հնարավորություն է տրվել եւ հականերին եւ չգիտեմ նախաձեռնությունների մասնակցել ընտրությունների, հիմա բացառապես կուսակցություններին, այսինքն մենք չենք ցանկանում օրենք խախտել, մենք չենք ցանկանում օրենքից դուրս գործել, ցանկանում ենք նորմալ քաղաքական process-ներով մեր աշխատանքներն իրականացնել։ Դրա համար առաջարկում ենք մասնակցեք, եկեք գրանցվեք, որովհետեւ այլ տարբերակ չկա։ Երբ որ մեզ ամեն անգամ ասում եք, բա դուք ինչ եք առաջարկում, մենք էլ առաջարկում ենք չհանձնվել, մենք էլ առաջարկում ենք փոփոխություններ դեպի հաղթանակներ տանող։ Դրա համար ձեր բոլորիդ մասնակցությունը կուսակցության գրանցմանը շատ կարևոր է։ Ու այս հաղորդման տակ կդնենք մեկնաբանությունների դաշտում բոլոր անհրաժեշտ լինքերը, որտեղ որ կարող եք մտնել եւ գրանցվել եւ ծանոթանալ կուսակցության գաղափարներին, կուսակցության ծրագրին,
կծրագրի համառոտ տարբերակին ամբողջական տարբերակ ավելի ուշ ենք հրապարակելու, բայց մեր համառոտ տարբերակն մյուս կուսակցությունների ամբողջական տարբերակներից բավականին լայն է, այսինքն այն ծրագրերը, որը որ ոչ միայն նախընտրականի համար է, այլ երկարաժամկետ process-ների համար, թե մենք ինչ տիպի Հայաստան ենք պատկերացնում, ինչ տիպի Հայաստան ենք ուզում տեսնել, ու դա ոչ միայն կենացների մակարդակով է, այլ գործողություններ, թե ինչ պետք է անենք ու ինչպես պետք է դա անենք։ Բայց դրա համար պետք է ձեր ակտիվ մասնակցությունը, իսկ այն մարդիկ, ովքեր որ չեն կարող մասնակցել, գալ օրինակ տեղում ներկա գտնվել, բայց կամ երկրում չեն, կարող են իրենք էլ գրանցվել մեր Patreon-ին, աջակցել իրենց ձևով, այսինքն փոքրիկ ներդրումները նույնիսկ մեզ համար շատ կարևոր են, այսինքն ձեզանից յուրաքանչյուրը եթե օրինակ գրանցվի Patreon-ին ու ամսական $5 մեծ գումար չի, կամ 2000 դրամի չափ է։ Եթե դուք այդ օգնությունը մեզ տաք, մենք կարող ենք նախ ավելի շատ բանել ու այս process-ն էլ ինչ որ մենք դա չկանգնեցնել։ Երկրորդն էլ ընտրություններին պատրաստվելը նույնպես իրենից ենթադրում է ծախսեր, որը որ մենք այսպես թե այնպես անելու ենք, այսինքն բայց եթե դուք մասնակցություն ունենաք, կարող ենք ավելի որակով ավելի լավ անել, որովհետև մենք հենված ենք մեր սեփական ուժերի վրա, այլ հովանավորներ, այլ տեղից, չգիտեմ, օգնողներ չունենք, մենք մեր հաշվին ունենք ու ձեր օգնության հաշվին կարող ենք ամեն ինչ անել։ Բանակի օրվա արդիվ բազմաթիվ քաղաքական գործիչներ իրենց տեսակետներն ասեցին, իրենց մաղթանքներն ասեցին, շատերը կենացի նման, շատերը ավելի գործնական։ Նկարներ ես տեսա, երբ որ հրապարակում են, բոլոր կուսակցությունները բանակի օրվա արդիվ գնում են Եռաբլուր ու կարծես թե գնում էին Թաղում։ Պետք է մեր հանրության նախ հիշեցնել, որ Եռաբլուր գնալ բանակի օրով դա տոն է։ Մենք պետք է համարենք, որ մեր եղբայրներն ու քույրերը ովքեր որ պարկած են Եռաբլուրում, նրանք ողջ են ու գնալ տոնը իրենց հետ նշելու, ոչ թե գնալ սգալու, որովհետև բանակի օրը դա տոն է, հաղթանակի հետ ասոցացվող, որովհետև այն բանակը, որը որ 92 թվականին ստեղծվել է, այդ բանակը հաղթող բանակն է եղել։ Հա, անհաջողություն ունեցել էր 20 թվականին, բայց ինքը հիմքով հաղթանակի հիմքով է ստեղծվել։ Ինքը իր հիմքից։ Ու սրա հետ կապված էլ բանակի օրվա հետ կապված իմիջիայլոց լավ հարցազրույց էր տվել Արաբո հրամանատար Մամել Եղիազարյանը, որը որ նախ ասում էր, որ չի կարելի ոնց որ սգալ ու սգի մեջ դնել, մենք էլ նույն բանն էինք ասում, որ տոնն ու սուքը չի կարելի իրար հետ համատեղել։ Երկրորդը ինքն ասում էր, որ մեր այսօրվա ու ոչ միայն այսօրվա այլ նախկին իշխանությունները միասին իրենք փորձում են հայ մարդու, հայ տղամարդու պատիվը ոտնահարել։ Ամեն կերպ փորձում են թուլացնել, բայց ի հեճուկս այդ բազմաթիվ մարդկանց մենք դեռ ունենք դիմադրության ոգի, մենք դեռ ունենք պայքարելու ուժ, իսկ այն մարդիկ, ովքեր որ ցանկանում են, ես Մամել Եղիազարյանն ասում, Թուրքի հետ եղբայրություն անել, Թուրքի հետ բարեկամություն անել, հարց է տալիս, ասում է, բա ինչի ձեր տատերն ու պապերը չեն մնացել Ադրբեջանում եւ Արևմտյան Հայաստանում ու ապրել Թուրքի հետ եղբայրաբար, թող ապրեն այնտեղ էլ սատկեին։ Այս իր խոսքերն են մեջ բերում։ Եթե այդքան լավ էր թուրքերի հետ։ Շատ տրամաբանված է ասում։ Եթե այդքան լավ էր, ոչ վաղ անցյալում 88-ին ինչի հայերը դուրս եկան Ադրբեջանից։ Որովհետև ցեղասպանության հանդիպեցի, չէ՞։ Այ 88-ին Բաքվում, Սումգայիթում դա ցեղասպանություն էր։ Ինչը օրինակ տեղի ունեցել Արցախում, ես պետք է հիշել անընդհատ, որ իրերը ինձ անուններով կոչում Բաքվում եւ Սումգայիթում ցեղասպանություն տեղի ունեցավ ու հայերը լքեցին։ Բայ եթե այդքան լավ էր 70 տարի էլ սովետական միությունները եղբայրական ժողովուրդներ են, չէ՞, իբր թե ապրում։ Հնարավոր չի։ Ներեցեք, բայց մարդ գիտեմ, ասում է այս ամենը սկսվեց Արցախյան շարժումից։ Հակառակն է եղել։ 80-ականներից սկսած ու ոչ միայն 80-ականից դա պարբերաբար է եղել, անընդհատ անհամատեղելիություն է եղել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ։ Սովետական միությունը փորձել է ընդհանուր միգից տանել, այսինքն եղբայրական ժողովուրդն իբր թե ապրում, բայց չի եղել նման բան, որովհետեւ 18-ից 20 թվականին երբ եղել է առաջի հանրապետությունը, այդ առաջի հանրապետության ժամանակ էլ Հայաստանը պերմանենտ պատերազմի մեջ է գտնվել Ադրբեջանի հետ։ Ու այն ժամանակ էլ եղել է եւ Արցախի հարցը, եւ Նախիջևանի հարցը, եւ Սյունիքի հարցը։ Սյունիքը նժդեհը պահել է, Արցախն ու Նախիջևանը խորհրդային կարգերը հանձնել են Ադրբեջանին։ Ու լարվածությունը միշտ եղել է։ 80-ականներին դա հասել է պիկին։ Սպանություններ են եղել, չգիտեմ, կոնֆլիկտներ են եղել ու մարդիկ փորձել են
անկախության գնալ, այսինքն անկախանալ Ադրբեջանից, միանալ Հայաստանի ռեֆերենդում սովետական միության օրենքներով։ Երբ որ նամանավանդ այդ պերեստրոյկայի ժամանակները հնարավորություն տվեցին ավելի ազատ գործելու, այդ process-ն է տևից, բայց Ադրբեջանում այդ ընթացքում սկսել է արդեն հայերի նկատմամբ ատելությունը ու արդեն սպանությունները, որ ցակումով հայց պետք է սպանել, դաժանաբար ցեղասպանության դեպքեր են տեղի ունեցել Սումգայիթում եւ Բաքվում 88-ին Սումգայիթում 90-ին Բաքվում ու հայերին դատարկել են։ Երբ որ խոսում են, պետք է անպայման մենք պետք է անպայման հիշենք, որ 500,000 հայ լքել է Ադրբեջանը։ 500,000։ Դրանց մի ահագին մասին, չգիտեմ, հալածելով, ունեզրկելով, հես է տեղում ասել, ու այն մարդիկ, ովքեր որ ասում են, եղբայրություն անենք ադրբեջանցիների հետ, ազատ է, գնացեք եղբայրություն արեք, դու կարող եք գնալ Բաքու, կարող եք գնալ Սումգայիթ, կարող եք երկրորդ անգամ այդ ամեն ինչը վերապրել, մենք չենք ուզում, որ մեզ խառնեք։ Բարեկամներ, այսօր այսքանն էր քննարկումը, հույս ունենք կանեք ճիշտ հետևություններ, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Լավ մնացեք։ Հաջողություն։